Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հատե տրանա ուժ է վերացվում։ Ու իրանք քայլ առ քայլ ամեն օր այդ process-ը շարունակում են։ Ես փորձել եմ նաև սոցիալական ցանցերի միջոցով, իմ ունեցած տեղեկատվական ռեսուրսների միջոցով ամեն ինչ անին, որպես այդպես կոչված քաղաքական պարտիզանական պայքարը կյանքի կոչենք։ Ես փաստը այնա վեր ներքին գործերի նախարարության ռոչեն բվակված դրալ ճանապարհը կապալ իշխանությունը հետ քայլ արավ։ Սա մենք շանում չստեղծեմ չխոսում նայեցի որովհետև ես քանենք։ Վեճ թե այն պատճառներն ավելի իրանք ներկայացնում են, այսած հասած լող ճանապարհները այնի ներկապ կքշնային կային ստեղ ու լրագրողների ներկայացան պատասխաններ կտային։ Այն հարցերին ինչ հարցերի իրանք սորսը մենք պատասխանում չենք։ Իրանց հարմարա գրավոր տարբերակապ։ Իրին ինչ որ միտը նստատան, քայլ առ քայլ մարդկանց տեղավորությունին 2019 թվականին ոչ մի պատկերացրալ չի Հայաստանի Հանրապետությունում ինչ որ իշխանություն կարի շարունակի իրան գոյությունը, եթե ասել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը։ Սորմունք այդ մտքին հետ հաշտամեր աշխապրում։ Սորը հաշտվել ենք հետա 2021 թվականին Արարատ Միրզոյանցը եկալ հայտարարալ վեր չի կարելի Լեռնային Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրվել վերի փաստաթղթային բովանդակության մեջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն իրավունքների ինին վեճ։ Իրանք ընտուս եկա իրանց պերանավտ հայտարարալ։ Սոր չկա այդ պենը։ Տեղահանությունից հետո մշկրնես քորալն, ամեն ինչ ալն, այն ժամանակ քաղաքական ներկայացուցիչներից մի հոգի երկու հոգի մարդալ արվեր, իրանց դեմ դուսկելիս արալ խուսելիս։ Էմացած են լա տղվարված։ Ստեղ հարցը 40+10 չի, 40+10 ստեղ ամենաերկրորդական, ամենավերջի հարցն է։ Ստեղ հարցը այնա վեր ստեղծում են բոլոր պայմանները Արցախից հրաժարվալն մենք էլ արցախցիներից են հրաժարվում։ Արցախցիներից են հրաժարվում։ Ամեն ինչ անում որպեսզի մարդիկ եկան թողին քինան իրար ստորը։ Այս նման իշխանության նրդ պայքարի միակ տարբերակը դա քաղաքական ինքնակազմակերպումն է, վեր ես կոչում անում Հայաստանի Հանրապետության բոլոր այն առողջ ուժերը, անհատները, խմբերը, ովքեր հասկանում եւ գիտակցում են թե ինչի արժեվ է կանգնած, ինչ դժվարության առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը, ովքեր ճտիկով աշխատող չեն, դա շատ կարևոր հանգամանք է, ովքեր ճտիկով հականիկոլական չեն դառնում եւ ճտիկով չեն անջատվում։ Այդ ուժերին միավորվել եւ հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությանը նույն ճակատագիրն է սպասելու, ինչ ճակատագրի որաժանացել է Արցախի Հանրապետությունը, եթե այս իշխանությունը շարունակի գործել եւ շարունակի մնալ այս շենքում։ Մենք գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ, որը ամեն քայլափոխի ինչ որ բաներ է հայտարարում, այդ հայտարարություններից դուրս է գալիս եւ գնում է հետագա process-ների, մարսելով, ժողովրդին տեղավորությունելով եւ ամեն օր ավելի ուժեղ դառնալով։ Ես շնորհակալ եմ ձեզնից եկալեք, Վեչինչ։ Ռուսներն ասում են «И один в поле воин». Այսինքն այնքան ժամանակ ինչքան վեր դիմադրություն կա, այնքան ժամանակ ինչքան վեր ես վստահում վեր Հայաստանի Հանրապետությունում առնվազն ժողովուրդ անվստահություն ունի։ Ես մարդկանց մեղադրում չունեմ։ Երեք ին վրա ես մի 50 զանգ եմ ստացալ, 50 զանգի բովանդակությունը իլալա հու այս ամեն ինչին կմակին կանգնած։ Մարդկանց տրկամտության աստիճանը այնքան է մծ, որ ցանկացած ընդվզման հետևում ինչ որ մինի պիտի ինի վրա նկատած։ Այսինքն այս ժողովուրդ տեղ չոնել էս երկրում։ Այս ժողովրդի շահը ներկայացնող չկա, լի, հա։ Թիատրում վեր, այսինքն անպայման ինչ որ մի աշխարհակաղակական կենտրոնից թելադրված պիտի ինի կամ ներսում ինչ որ քաղաքական ուժերի կողմից իրականացված մուծիտի հետևանք պիտի ինի, որպեսզի մարդիկ ընկալին կոլոխնգին, որ արդեն սվրցրալն է դի։ Վեր կնոպկավ միանալն է, կնոպկավ անջատվելը դեռալա բնական process։ Շարունակականությունը ես ասեցի ինչպես է լինելու, հաշվի առնելով կլինի բողոքի ակցիաների տեսքով, կլինի քաղաքական ինքնակազմակերպման տեսքով, կլինի քննարկումների տեսքով։ Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ովքեր ներուժ ունեն, հնարավորություն ունեն, օրենքի եւ իրավականության շրջանակներում ամեն կերպ վնասել սրանց, այնպես անել, որպեսզի իրենց լիազորությունները չկարողանան իրականացնել, իրենց որոշումները կյանքի չկոչեն։ Դա բոլորին է վերաբերում, միայն արցախցիներին չի։ Շնորհակալ եմ ձեզնից ժողովուրդ։ Հուսով եմ, որ կապի մեջ կլինենք, կփորձենք հասկանալ ինչ տարբերակներ ենք հետագայում ընտրում եւ փորձում պայքարել։ Շնորհակալ եմ, ապրիք շատ։